Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող 4 հայերի՝ Ռաֆիկ Պապոյանի, Կարինե Ղումաշյանի, Սերգեյ Պապոյանի և Դիանա Գորոյանի գործով դատական նիստին ցուցմունք տվեց ամբաստանյալ Կարինե Ղումաշյանը։ Նա չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ լրտեսներն ու իսկական դավաճանները ազատության մեջ են։ Թուրքիայում աշխատելու ժամանակ 2014 թվականին Կարինե Ղումաշյանն ըստ իր տված ցուցմունքի ծանոթացել է մյուս ամբաստանյալի՝ Ռաֆիկ Պապոյանի հետ։ Որոշ ժամանակ անց Ռաֆիկը նրան ծանոթացրել է Արման անունով հանդես եկած և որպես բարերար ներկայացած անձի հետ, որը սնունդ է մատակարարում հայկական զինված ուժերին։ Ինձ ծանոթացրեց, ասեց բարեկոր մարդա, ինքը եկած հայերին Հայաստանից օգնում է։ Հետո ասեց, որ մենք ծով ենք իշում երեքով հետ, մի Ռաֆիկին տեսնում է, այս բարեկոր մարդը կգա ու երախում գործիքը տեղավոր է։ Արմանը Կարինեին ամուսնության առաջարկ է անում, Հայաստան վերադառնալու փաստաթղթերը ձևակերպելու և ապրելու համար $1200 է տալիս և հանձնարարում, որ Հայաստանից իր հետ կապվի միայն օդնոկլասնիկի սոցցանցով։ Հայաստան վերադարձած Կարինեն բանակում ծառայող իր որդու անունով էջ է բացում սոցցանցում և որդու անունից Արմանին հայտնում է զորամասի համարը։ Նշում եք, որ ներկայացել է որպես բարեգործական կազմակերպության ղեկավար, որը սնունդ է մատակարարում բանակին։ Այստեղ ձեր հայտնած տվյալները ինչ առնչություն ունեն սննդի հետ։ Ինքն ինձ ասել, որ սնունդ են ունեն։ Զոհերի քանակը, զորքերի տեսակը։ Դատարանում մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես Կարինե Ղումաշյանի ասկերջյան արտահայտությունը, որը նրանց նամակագրության մեջ արված էր Արմանի հասցեին։ Կարինե Ղումաշյանը պատասխանեց, որ փորձել է այդպես հայհոյել։ Ասկեր նշանակում է, ասեք թուրք, ես չգիտեմ զինվոր նշանակում, թուրք իմաստով եմ ես ասել, ես ասել եմ թուրք իմաստով, այդ թուրք ջաններ, Դատարանին նաև հետաքրքրեց, թե Կարինե Ղումաշյանը ինչու էր որդու էջով խնդրել օգնել մորը, այսինքն իրեն։ Ղումաշյանը պատասխանեց, որ Արմանի վստահությունը շահելու համար է արել, քանի որ Արմանը մինչև վերջ չէր ասում, թե հատկապես ինչ է ուզում իմանալ։ Կարինե Ղումաշյանի ցուցմունքից հետո դատական նիստն ավարտվեց, հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին։ Աղվան Ասոյան, Լեոնիդ Սաֆրազյան, ժամը լրատվական։